Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Հովհաննիսյան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք անլուծելի ճգնաժամ է Գյումրիում։ Ինչ նկատի ունեք, ինչ ճգնաժամի մասին եք խոսում։ Խնդիր, երբ որ ես դա ասել եմ, դեռ նույնիսկ չգիտեի Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին, նույն օրվա մի քանի ժամ ավելի շուտ եմ ասել, բայց ես մնում եմ նույն կարծիքին, որտեղ ես նկատի չունեի, որ ինչ որ քաղաքագլուխ չի ունենա Գյումրին կունենա։ Խոսքը այն է, որ դա լուծում չի ճգնաժամի։ Ինչու՞մ է ճգնաժամը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, ես չեմ ուզում Սարիկ Մինասյանին վերագրել այդ բացասական ռեյտինգը, ինքը դեռ չի հասցրել կյանքի ընթացքում այդ չափ բացասական ռեյտինգ ձեռք բերել։ Ընդհակառակը ես կարծում եմ իր անձնական գործոնը բավական ձայն բերեց ԿՊ-ին, իրենք առնվազն մի 1/3-ով ավելի քիչ կարող էին ստանալ։ Հիմա խնդիրը այն է, որ բնակչության գյումրեցիների մեծամասնությունը, ընդգծված զգալի մեծամասնությունը ԿՊ-ն չի ուզում տեսնել իշխանության գլուխ, չի ընդունում։ Սա մի իրողություն է։ Երկրորդ իրողությունը, որ կա Վարդան Ղուկասյան գործոնը, այստեղ կուսակցությունը, թե որով ինքը ընտրվել է, որևէ կապ չունի, ասենք կոմունիստական է, թե ինչ-որ այլ կերպ է, ասենք լիբերալ է կոչվում։ Կա Վարդան Ղուկասյան երևույթ, որը ունի որոշակի ազդեցություն տարատեսակ Գյումրիում, բայց եւ ունի էլի շատ բարձր բացասական ռեյտինգ։ Նայեք, որևէ մեկի անունը այդպեսի բողոք խնդիրներ չի առաջացնում զգալի մասի մոտ։ Եվ բայց այդ երկու գործիչները, այսպես ասենք, երկու ուժերը, որպեսզի հավասարեցնենք իրար, ամենապոպուլարն են։ Սա շատ պատային իրավիճակ է։ Եթե ընտրվում է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ, ճնշող մի զգալի մասը առնվազն գյումրեցիների համարում է իրեն խաբված, գծված, իրենց ձայնը չլսվեց, իրենք ԿՊ-ին ձայն չտվեցին, բայց էլի իրենք են, ուրեմն սրանց դեմ խաղ չկա, ուրեմն ժողովրդավարությունը սուտ է եւ այլն։ Սա մի ճգնաժամ է։ Եթե Վարդան Ղուկասյանն է դառնում, հա, էլի խոսակցությունները, որ կրիմինալը վերադառնում է, բայց 18 թիվը ուր էր, միթե նորից վերադառնում ենք նույն կետին։ Միայն կրիմինալը չի, այն ամեն ինչ վերագրվում է Վարդան Ղուկասյանին, հա, Գյումրեցին ինչ ասոցիացիաներ ունի, մեծ մասը գյումրեցիների Վարդան Ղուկասյանի հետ։ Եվ այս խնդիրը անլուծել է այն առումով, որ ասենք զորօրինակ Մարտուն Գրիգորյանի հետ առաջարկած սխեման անցնում է եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Այդ սուր է մնում։ Ասենք ինչ որ այլ սխեմա է աշխատում, այն սխեմաները, որի մասին անդադ ակնարկում են միջ կառավարամերձ ուժերը, հա, եւ դառնում է Սարիկ Մինասյանը, ինչ ճգնաժամը լուծում է, ոչ, գյումրեցիների բացարձակ մեծամասնությունը զգալու է ֆրուստրացիա, բողոք, դժգոհություն, առհամարված է իրենց զգալու, եւ ամենակարևորը, սա ամենավտանգավորը, դա օտարումն է։ Դա բերում է օտարման պետական կառավարումից, տեղական ինքնակառավարումից, Հայաստանի Հանրապետությունից ընդհանրապես։ Այն բանը, որ մենք ունենք մի զգալի չափով բնակչություն Հայաստանում, որոնք այն աստիճան օտարված են Հայաստանի Հանրապետությունից, որ նույնիսկ չեն հետևում դրա ինստիտուտների աշխատանքի բարելավմանը, նաև նրա արդյունք է, որ 35 տարի կներեք թքած են ունեցել իրենց կարծիքի վրա, իրենց քվեի վրա, իրենց ձայնի վրա։ Պարոն Հովհաննիսյան, ճշտեմ, օտարում նշանակում է ձեր նկատի ունեք հիասթափություն, անտարբերություն։ Անտարբերություն, նույնիսկ ընդհանուր ինչա մերժում, այսինքն ծայրահեղ ձևը օտարման, դա քաղաքագիտական եւ հոգեբանական տերմին է, որը շատ տարածված է եւ կան բազում ուսումնասիրություններ, թե ինչ է բերում, նույնիսկ այլ ընտրանքային տերմին է օգտագործում, կոմունիկացիոն կապի խզում, օտարման հետ զուգահեռ։ Այսինքն դա կարող է բերել, այս եւ բերելու է գյումրեցիների մի զգալի մասի, իսկ դա բերելու է արտագաղթ, դա բերելու է ոչ կայուն սոցիալական վիճակ, դա բերելու է ընդհանրապես ոչ ստեղծարար, ոչ աշխատանքային մթնոլորտ։
նվազագույն վնասներն են։ Գյումրին Գյումրեցին ունեցել է այլընտրանք ընտրության ժամանակ եւ հիմա չի կարողացել Դա օգտագործել։ կարևոր չի, պետք չի մեղադրել գյումրեցիներին։ Որոնց այլընտրանքները այնքան էլ լավը չեն, եթե նույնիսկ եղել են։ Ամենահեշտը հիմա, քանի որ քսենոֆոբիան, այլատյացությունը հայերեն ասած, դարձել է կառավարման կարևորագույն գործիքներից մեկը ԿՊ-ի կողմից։ Հիմա ինչպես արցախցիների հանդեպ ատելություններ սերմանվում եւ մինչեւ այսօր սերմանվում է, անդադ մենք ինչ որ դրա հետ կապված միջադեպեր ենք ունենում, հա դրսևորումներ, հիմա էլ սկսել են գյումրեցիների վրա քար գլորել եւ ես ոչ միայն որպես այսպես գյումրեցու սերունդ գյումրեցի դրան դեմ եմ, այլ սկզբունքորեն դեմ եմ, կապ չունի, դա իջևանցին է, գյումրեցին է, արցախցին է, ոչ թե պետք է մեղադրել տեղացիներին, այլ հասկանալ ինչու քաղաքական համակարգը 2020 թվականին 18 թվականից 7 տարի անց առաջարկեց այն դեմքերին եւ այն ուժերին, որը առաջարկեց։ Ինչու չկար այլ ընտրանք։ Ու մեր ձեռնտու Վարդան Ղուկասյանի կերպարը ուրացնելու, մեծացնելու, փուչիկի նման փչելու, որպեսի հակադրվել եւ դրա վրա կարողանալ Կա կարծիք, որ դա փաթաթվեց գյումրեցիների վզին։ Կամ մենք, կամ անդունդ։ Քայլիստները չեն թողնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անկախ թե որտեղ են իրենք ապրում։ Գյումրիում, թե Արտաշատում, թե Երևանում։ Այլ ընտրանք չեն թողում այն առումով, որ կամ դուք պետք է համակերպվեք, որ մենք վերարտադրվելու ենք, կամ ձեզ սպասում է դժոխք։ Սա ինչու եմ ես այստեղից սկսում, որովհետև այդ ճգնաժամը, դուք ասում եք անլուծելի ճգնաժամ Գյումրիում, որը ասելիք մինչ արդեն պարզ էր, թե ուժերը ոնց են դասավորվելու, ուժերը պարզ է ոնց վերադասավորվեցին, չնայած մենք դեռ չունենք քաղաքապետի վերջնական անուն, բայց դուք համարում եք, որ անլուծելի ճգնաժամը դեռևս պահպանվում է։ Ես նույնիսկ այդ պահին, երբ որ այդ բացատրությունը տվել եմ, հենց մոտավորապես այնպես եմ տվել, ինչ որ հիմա ասեցի։ Այո։ Այսինքն դա նկատի ունի։ Նկատի ունեիք դա, եւ այդ ես նորից ասում եմ, ինչու եմ այդ հարցից եւ սկսում եւ այդ հարցի վրա այսքան կենտրոնանում, որովհետեւ դա այն է, ինչ մեզ սպասում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Պլանավորվում է, որ կլինի։ Թե դա կլինի, թե ոչ, ես հիմա չեմ կարող ասել, գործոնները տարբեր են եւ դրական եւ բացական։ Այդ թվում նույնիսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող գործոններ։ Բայց որ նպատակը դա է, ակնհայտ է։ Նպատակը ունենալ Երևանի եւ Գյումրիի նման կլոնավորված համապետական ընտրություններ։ Եվ դա արդեն այդ ձեր օտարում ձևակերպումը, որը միանշանակ, հիմա նայեք երևանցիների որ մասն է ամեն օր ինչ որ մեքենան փոսի մեջ ընկնելով կամ ինչ որ խնդիրներ ունենալով բարի խոսքով հիշում պարոն Ավինյանին։ Դա տանում է օտարման։ Տրանսպորտը ինչ ուզում եք ասեք, ցանկացած ոլորտ մատով դնենք։ Եվ գալիս ենք վերջին հարցնել այս թեմայի շուրջ, գյումրեցիներին ոչ նրա համար որպեսի մեղադրեն, բայց պարզապես ցույց են տալիս, որ մասնակցությունը ընտրություններին ցածր էր։ Եվ հիմա եկեք դա ավելի բարձր, քան արժանընտրություններում Գյումրիում, եւ դա դարձավ նաեւ խախտեց հաշվարկները ԿՊ-ի, որ իրենք փաստորեն մենակության մեջ հայտնվեցին իրենց ավականիում, ունեն մեծ ֆրակցիա, 14 հոգի ունենան, բայց դա բավարար չէ կառավարություն այսպես ասած տեղական կազմելու համար։ Եվ այդ բարձր Գյումրիում արդյունքները բավական բարձր են։ Համատած խայտարակ մասնակցության Երևանում դա բավական այսօր բարձր արդյունք է եւ ես շատ կասկածում եմ, որ այն ցուցակները, որ ներկայացվում են այն ցուցակային թվերը հայերի, որ ապրում են Հայաստանում, մեղմ ասած շատ չափազանցված են։ Բարի, շնորհակալ եմ։ Սյունիքում Ռուսաստանը, գիտենք, հիշում ենք, որ անդադ խոսում էր, որ հիպատոսություն է բացում, այսօր էլ հայտարարեց, կարծեմ Մարիա Զախարովայի հայտարարությունն էր, որ մինչև մայիս արագացված տեմպեր են, արդեն բան չի մնացել, պետք է բացվի Ռուսաստանի Դաշնության հիպատոսությունը։ Ինչ դա ուրախալի է, անուշադրության պետք է մատնենք։ Ոչ մի ուրախալի բան այստեղ լինել չի կարող։ Մենք դրա մասին նաև այս տաղավարում ենք խոսել։ Դա նոյեմբերի 9-ի չարաբաստիկ, նոյեմբերի 9-ի էլ ավելի չարաբաստիկ 9-րդ կետի իրականացման ուղղված քայլ է։
թող այն կառավարությունը, որը համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության, հաշվետու լինի իր քաղաքացիներին, որ բազում խնդիրների առաջ մեզ կանգնեցնելով, իբր նրա համար, որ մենք դիմադրում ենք Ռուսաստանին եւ չենք համաձայնում 9-րդ կետին, փաստորեն քայլեր է իրագործում, որոնք այդ ուղղությամբ են։ Ինչի համար է պետք հյուպատոսարան միտեղ, որտեղ ռուսներ չկան։ Գյումրիում պարզ է ինչի է պետք։ Դեռ կա այնտեղ բազան դա մարդիկ են նաեւ, հյուպատոսարանը պաշտոնապես դա քաղաքական մարմին չէ, դա քաղաքացիների առաջին հերթին տվյալ երկրի քաղաքացիների հյուպատոսական տարածքում իրավունքների պաշտպանությունն է։ Հիմա հարց, քանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կա Սյունիքում։ Օրինակ իրանցիները պարզ է, որ դա մեր կապի ճանապարհն է, հազարավոր իրանցիներ անցնում են այդտեղով անընդհատ, նաև մնում են, սնվում են, գիշերակաց եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կա բացի քաղաքականից անհրաժեշտություն։ Մենք կարող ասել, թե ինչ անհրաժեշտություն կա միտեղ, որտեղ ռուսները չեն գալու իրենց ընտանիքներով։ Նշանակում է այս կառավարությունը պետք է հաշվետու լինի, թե ինչու է խափում իր քաղաքացիներին եւ ինչու է տանում փորձությունների, եթե վերջի վերջո որոշել է անել այն ինչ որ անում է։ Սա շատ վատ բան է։ Սա պաշտոնական մասը, իրավական մասը։ Հիմա խոսենք ռեալ։ Դա պարզ է, որ դառնալու է ռուսները վերջապես բազում տարիներից հետո, բազում, այսպես ասենք, աշխարհայացքային եւ ազդեցության ապտակներ ստանալով արևմուտքից, վերջը հասկացան soft power-ի, այսինքն փափուկ ուժի նշանակությունը եւ հիմա բավական էֆեկտիվ այդ փողերը սկսել են ծախսել Հայաստանում, բավական էֆեկտիվ, համատած են խայտարակության, որ կար ընդամենը 7-8 տարի առաջ, հիմա ծախսում են բավական էֆեկտիվ եւ դուք այդ էֆեկտը կարող եք տեսնել քաղաքական դաշտում, մեդիա դաշտում, ընդհանրապես հանրային գործունեության մեջ։ Շատերը Գյումրիում ընտրություններն են կապում Ռուսաստանի ակտիվության եւ ես չեմ մեկնաբանի, բայց հիմա պարզ է, ակնհայտ է, որ մարդիկ սկսել են ավելի էֆեկտիվ ծախսել։ Եվ ինչի վրա պետք է Սյունիքում ծախսի փող հյուպատոսարանը։ Հակահայաստանյան, հակահայկական, հակաինքնիշխանական, հակաեվրոինտեգրացիոն եւ տեղն եկած տեղը, երբ որ բանը բանից անցնի, նաեւ հակաիրանական քարոզչության համար։ Իսկ գուցե կանգնած են, որպեսզի Ադրբեջանը այդ հանկարծակի չներխուժի, ինչպես ասում են, տեսեք, Գյումրիում կանգնած են, որպեսզի թուրքերը չներխուժեն։ Սուտ է թե առաջինը, թե երկրորդը։ Ակնհայտ սուտ է, որովհետև չկա երկիր մոլորակի վրա մի երկիր, որը այդպես ակտիվորեն խրախուսել է այդ ներխուժումը եւ մինչեւ այսօր փորձում է խրախուսել։ Դա այնքան բացահայտ եւ ակնհայտ է արվում, որ դա նոր խոսում ենք այդ փափուկ ուժի ազդեցության, այդ փափուկ ուժի բենեֆիցիարների, շահառուների խոսույթ է։ Որևէ ինտելեկտուալ պարկեշտություն նվազագույն ունեցող մարդ այդպեսի բան չի կարող ասել։ Սյունիքի հետ կապված Ալիևի վերջին այսպես հայտարարությունները, քանի որ Հայաստանը արգելափակում է, ասում են նա, մեր մուտքը դեպի Նախիջևան մենք բանակցել ենք Իրանի հետ, կարծես թե նորություն է, գուցե նորություն է դուք կասեք, դա նորություն է թե ոչ, որպեսզի ճանապարհ մենք Իրանի միջոցով գցենք ճանապարհ միացնող մեզ եւ Հայաստանը կմնա այդպես փակուղու մեջ։ Ախր Իրանը դրա մասին հայտարարեց, ես արդեն մոռացա դա, շատ վաղուց էր բավական, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է դրան։ Վաղուց, չէ՞, ամիսներ։ Մի պա լարումը թուլացավ, հետո նույն ուժով Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Ռուսաստանը ստեցին պահանջել 9-րդ կետի կատարում, ամեն մեկը իր խոսույթով, բայց նույնը։ Գրեթե նույնը։ Հիմա հարց է ծագում այդ նոր Իրանի մասին իմացան, իսկ ինչն էր իրենց խանգարում դա ընդունել են ժամանակ, երբ որ Իրանը առաջարկեց։ Ես գիտեմ ինչը։ Որովհետև դա Ադրբեջանի համար դա գործիք է Հայաստանի Հանրապետության վրա ճնշելու եւ կազուզ բելին անդադոտում պահելու, սա մեկ։ Երկրորդը, իսկ ով ասեց, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ այդ բեռները անցնեն Իրանի տարածքով, այսինքն Իրանը շատ թե քիչ տեղյակ լինի, թե ինչ է տեղափոխվում Նախիջևան,
ով է տեղափոխվում եւ ինչի համար։ Այո, որովհետեւ Հայաստանից Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը տեղյակ չլինի։ Իրանից նույնը պահանջել չի Չի կարող։ Հա, ուրեմն դեռ ման էլի, ոնց ասած, բոյերը չի հասնում դեռ։ Ուրեմն իրենք խնդիրներ ունեն դրա հետ։ Եթե իրենք համաձայնվել են, ուրեմն կա որոշակի հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ ոչ Միացյալ Նահանգները ի զարմանս իրենց, ոչ Եվրոպան սպասելիորեն եւ առավել եւս Իրանը չեն համակերպվում այդ բանի գաղափարի հետ Միչանսկի։ Ավելին Թուրքիան ունի այլ պրիորիտետներ եւ հանուն դրա այլ պրիորիտետների պատրաստ չէ այսօր զիջել։ Իրենց համար ստեղծվել է ոչ բարենպաստ կոնյունկտուրա, բայց հավատացնում եմ, մի բան փոխվի դեպի իրենց, նորից սկսվել է նույն։ Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ այդ միջանցքը գործում է Իրանում, պատկերացնենք, որ ամեն ինչ ավարտեցին, կարող եմ գրազգալ, որ պահանջները Հայաստանից բացել այդ երկրորդ միջանցքը չեն։ Այսինքն ձեռք են քաշել Սյունիքի միջանցքից, չի կարելի ասել, որ իրենց համար սկզբունքային է ոչ միայն Սյունիքում միջանցք ունենալը, Հայաստանի Հանրապետության դիսֆունկցիոնալության ապահովումը։ Իսկ դիսֆունկցիոնալության ապահովելու լավագույն միջոցներից մեկը դա Հայաստանը պարզապես կենթանի մարմնի վրա ճղել։ Դրա համար Ադրբեջանը ամեն բան անելու է, որպեսզի ակտուալ մնա այդ թեման։ Կոնյունկտուրային նկատառումներով մեկ-մեկ իջեցնելու է, մեկ-մեկ բարձրացնելու է եւ այլն։ Պարոն Հովհաննիսյան, այո, Իրանի մասով պարզ է, որ Իրանը արդեն բազմիցս է ասել, չկրկնենք, որ այդ ճանապարհը իր համար կենսական նշանակություն ունի, որ կապված լինի Հայաստանի հետ։ Այսօր իմ հյուրերից մեկի հետ քննարկում ենք Պեկինի, Չինաստանի դիրքորոշումը այդ միջանցքի հետ կապված, քանի որ ոչ ուղղակիորեն, բայց Չինաստանի որոշ հայտարարություններից կարծես թե պարզ է դառնում, որ դուք ասեք, ես չձևակերպեմ, դուք ասեք, ինչպես է Չինաստանը։ Նախ այն չինովնիկը, կուսակցական աշխատողը, հիշեցի մանկությունս, որը իբր համաժողովում, իսկապես նա կուսակցական աշխատող է, ինչ-որ կոնկուրսի բաժնի չգիտեմ ինչ։ Ուրեմն այդպեսի հայտարարությունները երկվել է, այդպեսի հայտարարություն չի եղել, դա ադրբեջանական մամուլն է։ Այդ ձևակերպումը չի ասում։ Այո։ Պարզ է, որ Չինաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ։ Այո։ Ունենալ լոգիստիկ կապուղիներ։ Ակնհայտ է։ Եվ ավելին Եվրոպական միությունն է շահագրգռված։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների միաժամանակ հարձակումը եւ Եվրոպայի ուղղությամբ եւ Չինաստանի օբյեկտիվորեն բերում է Չինաստանի եւ Եվրոպական միության որոշակի մերձեցման, իհարկե չափի սահմաններում, բայց որոշակի մերձեցման եւ չի կարելի Չինաստանի հայտարարությունները օրինակ տարանջատել ֆոն դեր Լեյենի այդ կենտրոնական Ասիայի երկրների հետ այդ կոնֆերանսում խոսույթի հետ։ Սամարխանդում որ ասած։ Որովհետև դրա եւ շատ հետաքրքիր մի արդյունք, ֆենոմենալ արդյունք, ճաշսակ շեղում չէ կարծում եմ։ Ուրեմն Թուրքիայի եւ Ադրբեջանը այստեղ բան պետք է անեն, տեղից վեր տրնեն։ Ուրեմն ֆոն դեր Լեյենի պաստորեն պահանջով այդ կենտրոնական Ասիայի երկրների հավաքը, որը բացի Տաջիկստանից թուրքական երկրների հավաք է, դատապարտել է թուրքական Կիպրոսի ճանաչումը, առանձին իրենք որոշում են ընդունել եւ առնվազն 2-ը թե 3-ը միանգամից Կիպրոսի հետ, բուն Կիպրոսի հետ դիվանագիտական հենց ավարտից հետո դիվան, այսինքն ակնհայտ է, որ դա Եվրոպայի պահանջն է եղել, բայց դու պատկերացնեք Թուրքիան իրեն ինչպես է զգում, որտեղ աշխարհում երկիր մոլորակի վրա, բացի Պակիստանից եւ թուրքական երկրներից որևէ հույս չկա, որ մեկը կարող է երբևէ Կիպրոսը ճանաչել։ Նույնիսկ Ադրբեջանը ժամանակին ճանաչել է թուրքական Հյուսային Կիպրոսի մասին։ Այո, Հյուսային Կիպրոսի մասին, այսինքն ոչ ապօրինի գոյատևության, որը չճանաչված պետություն է, օկուպացված տարածքում։ Նույնիսկ Ադրբեջանը, հիշում եք, չճանաչեց, հետո հետ վերցրեց, որովհետև դա շատ բարդ բան է։ Եվ սա մեծ ցույց է տալիս, որ կենտրոնական Ասիայի երկրների համար այդ կապը Եվրոպական միություն Չինաստան բերում է ոչ միայն տնտեսական հնարավոր դիվիդենդներ, այլ անվտանգության, որովհետև դա իրենց հնարավորություն է տալիս չինական ճնշումների հանդեպ լինել ավելի կայուն, որովհետև իրենք եւ Եվրոպական միության հետ են
Այսինքն ինչ որ չափով Չինաստանն էլ է դառնում իրենցից կախյալ, ոչ միայն իրենք Չինաստանից։ Իսկ սա կարևոր է այդ երկրների ինքնիշխանությունը պահպանելու համար, որովհետև Չինաստանը ինչքան գնում ուժեղանում է, հավակնությունները որքան գնում մեծանում են, դա բարձ է։ Եվ այդ երբ որ Չինաստանի հայտարարություններն եք անում, պետք է նայել այդ կոնտեքստում, եւ Չինաստանն ինքն էլ շահագրգռված է այդպիսի ճանապարհի մեջ։ Չինաստանը հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ այլն, շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավման, իսկ տնտեսական առումով կտրուկ բարելավման։ Հիմա հիշենք արդեն, եթե տնտեսական առումով եք ասում, տեսնենք ինչ է անում Թրամփը։ Երևի բոլորը արդեն տեղյակ են, քանի որ երևի աշխարհում չկա որևէ երկիր, որ չհետևի այդ նորություններին, որ Միացյալ Նահանգները արդեն 125% են բարձրացրել ուրեմն մաքսատուրքերը Չինաստանի համար, իսկ մյուսների համար այդ բոլոր 75 թե քանի երկիր, որ ասում է դիմել են մեզ, մենք հարգել են դիմել են, քանի որ հարգել են դիմել են, մենք 10% կանենք, հա, այդպես։ Եվ այսպես գնահատվում է այդ ամենը, որպես հենց թիրախավորված Չինաստանն էր փաստորեն խնդրով Ես այդպես չեմ կարծում։ Ընտրությունների ժամանակ իհարկե Թրամփը ասում էր, որ իր ճշնամին Չինաստանն է, այստեղ ինքն ու Հարիսը իրար կողք կանգնած լյովին համերաշխային։ Պարզապես Հարիսը գտնում էր, որ Չինաստանին իրենք ավելի էֆեկտիվ կարող են տեղը դնել, իսկ Թրամփը ասում էր դուք ոչինչ չեք հասկանում, ես շատ ավելի էֆեկտիվ տեղ կդնեմ։ Երբ որ փաստորեն Թրամփը որոշեց առնվազն տնտեսական եւ խոսույթի տեսակետից պատերազմ հայտարարել ողջ աշխարհին, բառացիորեն ողջ աշխարհին, ակնհայտ դարձավ, որ հարց ծագեց, որ Չինաստանը ուր կորավ, ասենք, այստեղ փաստորեն քո համար ֆրանսիական տնտեսությունը, Իսրայելի տնտեսությունը նույնիսկ նույնն են, ինչ որ Չինաստանի տնտեսությունը եւ այլն։ Դա այնպես չի, որ Թրամփը շատ ազդվեց դրանից, իր համար դա որևէ խնդիր չի, որ իրեն քննադատում են եւ այլն, բայց ընկան բորսաները եւ փաստորեն խոշոր կապիտալը սկսեց բողոքել։ Նույնիսկ իրեն հետ աֆիլիացված խոշոր կապիտալը սկսած մասկից վերջայ, հետո բացահայտվեցին մեխանիզմները, թե ինչպես են որոշվել այդ տարիֆների չափերը եւ այլն, որոնք գիտական, տնտեսագիտական մեթոդների հետ որևէ աղերս չունեն։ Դա կարող ենք մենք միասին հիմա նստած մի հատ վերցնել այսպեսի A4 թուղթ եւ հնարել, ինչ որ բանաձևով գրել բոլորի համար։ Ըստ որում պարզվեց, որ հղումը արվել է մի գրքի, որը քաղաքական հրապարակախոսական գիրք է, որ իրավունք ունի գոյություն ունենա, Նավարոյի գիրքը։ Եվ Նավարոն դա զուտ ինքը չի մտածել, որ երբևէ ամերիկյան կառավարությունը դա վերցնելու է գիտություն։ Որպեսզի հետաքրքիր լինի կարդալ, ստեղծել էր այսպես հնարած մի էքսպերտ իր անվան տառերը օգտագործելով եւ հղում է անում այդ էքսպերտին եւ պարզեց, որ այսինքն որ էքսպերտային կարծիք այնտեղ չկա, դա նույն Նավարոն է։ Ինքն էլ ասում է, այո, դա ընդհանրապես ես հնարքեր, որ գիրքը լավ ծաղկվի։ Ես ու չգիտեի, որ հա։ Բայց ինչ որ գրված է, Նավարոն համարում է, որ ճիշտ է։ Ինչին համաձայն չի Մասկը, որը Նավարոին անվանում է ամենավերջին հավիական բարերով։ Իրենց մոտ շատ գեղեցիկ մի հատ երկխոսություն է սկսել։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Փաստորեն խոշոր կապիտալը արդեն սկսեց բողոքել եւ գնա։ Ինչի կարևոր է Թրամփի համար, սա մեկ։ Երկրորդը Ամերիկայում միլիոնավոր եւ միլիոնավոր մարդիկ, տասնյակ միլիոնավոր, ոչ հարուստ մարդիկ, միջին խավի, բարձր միջին խավի ունեն բաժնետոմսեր եւ այլն թոշակային ֆոնդերում են պահում, դա իրենց համար եկամուտի եւ ապահովագրության մի միջոց է, իրենք մեծ կորուստներ ունեցան։ Այդպիսի ընտանիքի համար $50,000 կորուստը նույնն է, ինչ որ մեկ այլ միլիարդատիրոջ համար, ասենք, $500 միլիոն կորուստ։ Իսկ այդպիսի ընտանիքները արդեն 100,000-ներ են։ Սկսեց կտրուկ ընկնել վարկանիշը։ Եվ ինքը փաստորեն տեսավ, որ Կանադան չի վախենում, ցենքի չի գնում, Եվրոպան ցենքի չի գնում, այնտեղ մի երկու ձայն կա, օրինակ Իտալիան եւ այլն, որ ավելի կոմպրոմիսային են, իսկ հիմնական խաղացողները Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ասում են մենք ընդունում ենք մարտահրավերը, եկեք կռվենք, ըստ որում Կանադան էլ այն կողմից մեր հետ։
Եվ ինքը ստիպված պետք է հետ գնար, պարզապես դա Տրամպյան ոճն է, դա ընդհանրապես պոպուլիստական եւ ցածր ինտելեկտուալ խավերի վրա ինտելեկտով եւ գիտելիքներով ցածր, երբ որ քո ընտրողների մեջ դրանք շատ կարեւոր են, դու պարտադիր միշտ պետք է հաղթող լինես։ Դրա համար ինքը ասես թե վախեցան, ես լավություն եմ անում։ Ինքը անձամբ $500 միլիոն է կորցրել, ինքը անձամբ։ Եթե մի քիչ շատ պրիմիտիվացնենք, իսկ գուցե ինքը վուզեց այդ 500 միլիոնը հետ բերի, որը անձամբ ինքը կորցրել է, եւ երբ որ հայտարարեց, որ հանում է 90 օրով, որսան սկսեց բարձրանալ։ Այսինքն ակնհայտ է, որ Չինաստանը հետ ինչ ուզում է սարա, բայց գոնե Եվրոպային, Կանադային, բրիտանական համագործակցության երկրներին մի կպի։ Հիմա Չինաստանին ինչ ուզում է Սարայով կանգնենք այստեղ, Դա նորից հետ կոնսենսուս է, գանք։ դա Ամերիկայում կոնսենսուս է, որ Չինաստան թշնամի է, որ իրեն պետք է տեղը դնի։ Okay, Չինաստանն էլ իր քաղաքացիներին ասել է զգուշացեք, այնտեղ Միացյալ Նահանգներ մի գնացեք։ Այդ կետից սկսենք եւ հիմա նորից նայենք։ Դա ինչին է բերում Չինաստանը, Եվրամիություն, հետ ենք բերում։ Չինաստան, Եվրոպա եւ Ռուսաստանն էլ եկեք դիտարկենք։ Չինաստանը ինչ պետք է անի այդ իրավիճակում եւ Թրամփը, որը այդ դուք ասում եք այդ գրքով է ղեկավարում այդ գրքի մեջ կար, թե հետո ինչ պետք է անի Չինաստանը եւ ինչպես է Չինաստանը պետք է ցնկի գա, բայց օրինակ գրքի, հա? Ըստ գրքի, այո։ Գիրքը հենց այդ ինչպես եթե չսկամ Չինաստանի մահնեկություն, թե ինչպես հաղթել Չինաստանից, դրա մասին է գիրքը։ Չինաստան թշնամի է, այսպես։ Ըստ որում գրողը բավական արդեն տարիքով մարդ է, իր հասուն կյանքի 3/4 եղել է դեմոկրատ։ Այս հիմա է հանրապետական։ Այսինքն ինքը որ գրում էր այդ առաջին իր ինքը մի քանի գիրք ունի, ինքը դեռ դեմոկրատական կուսակցության անդամ է եղել։ Չինաստանը տոտալիտար երկիր է եւ այլն, փորձում է ազատությունը հաղթել, դարել է սովետական միություն 2, մենք պետք է դրան հաղթենք։ Հա, խեղդենք։ Այդ իր բանը։ Լավ, հիմա տնտեսապես խեղդելու պահին կամ ընթացքում ինչ է անում Չինաստանը կամ ինչ կարող է անել Չինաստանը նախ պետք է ցույց տա, որ չի վախենում, որովհետև եթե ցույց տա, որ վախենում է, դա ընդհանրապես ոգևորելու է Թրամփին եւ իր շրջապատին։ Եվ նա ցույց տվեց, ասեց՝ դու բարձրացնում ես, ես էլ կբարձրացնեմ։ Վենսը իրենց անվանեց գյուղացիներ, որ չինացի գյուղացիները պաշտոնապես ասացին, որ մենք գյուղացիական ազգ չենք, մենք գյուղացիներ չենք։ Այսինքն ամեն ինչի պետք է պատասխանել։ Տակ տալ բակային տրամաբանությամբ նույնիսկ տակ տալ չի կարելի։ Իրենք մեկ են ասում, մենք առնվազն մեկ պիտի պատասխանենք, պետք է երկու հատ կպատասխանենք։ Չինացիները եւ մերձենալ բոլոր հակառակորդների հետ։ Մի խնդիր կա, իրենք Ռուսաստանի հետ առանձին է շատ մոտ են։ Եվ ավելին ասեմ, եթե Չինաստանի աջակցությունը չլիներ, անդադ ռուսները ասում են, այ եթե չլիներ Արևմուտքը, Ուկրաինա վաղուց կպարտվեր, իսկ եթե Չինաստանը չլիներ, դուք ինչ կանեիք, դա լռում են։ Որը արդեն մասնակցում է, հիշում ենք այս վերջը, դրան էլ կան։ Հա, երկու ռազմագերի կա չինացի արդեն։ Հա, ինչ կա։ Հիշեցնեմ, որ Կորեայի պատերազմը, որտեղ Չինաստանը շատ ակտիվորեն մասնակցել է, եւ որը երկրորդ աշխարհամարտից հետո ամենաարյունարի պատերազմն է մարդկության պատմության մեջ, Կորեայի պատերազմը։ 2 միլիոն չինացի կամավոր էր կռվում, իբրե Չինաստանը չէր մասնակցում։ 2 միլիոն չինացի կամավոր է կռվել կազմակերպված բաներով, այդ ռազմական այդ միավորումներով, հա, վաշտ, գունդ, չգիտեմ, բրիգադ եւ այլն, հրամանատարներով եւ Պեկինից ղեկավարվելով, բայց ֆորմալ իրենք ասում են մենք ինչ կապ ունենք։ Հա, եւ պատահական չէ, որ գեներալ Մակարտուրը առաջարկում էր միջուկային հարված հասնել Չինաստանին, որպեսզի ավարտվի Կորեայի պատերազմը։ Այդ տարիներին այդպեսի բան է եղել։ Հիմա Վաշինգտոնում չհամաձայնվեցին դրա հետ։ Հիմա Չինաստանը Ռուսաստանի հետ մերձենալ, Ռուսաստանը չի հակադրվում դեռ Ամերիկային։ Ռուսաստանը ընդհակառակ իրենց մոտ սիրավեպ է, չէ՞, այսօր էլ իրար հետ Չինաստանը պետք է առաջին հերթին բարելավի իր հարաբերությունները այն երկրների հետ, որոնք ամերիկացիների հետ խնդիրներ ունեն։ Իսկ ամեն օր շատ անում են։ Ամեն օր առավոտյան արթնանվես մի քանի երկիր ավելացել է ցուցակում։ Եվ այդ երկրները մեղավոր չեն, որովհետև Տրամպը իրենց վրա հարձակվում է իր խոսույթով եւ սանկցիաներով, պաստուն տարիֆը դա սանկցիա է։ Սրանք էլ պատասխանում են կամ չեն պատասխանում, չէ՞ որոշում պետք է ընդունեն։ Բայց բոլոր դեպքերում ոնց որ ասում են, հարաբերությունները էլ նախկինի նման չեն լինի։ Սա
սա է իրողությունը եւ Չինաստանը այո Եվրոպայի հետ էլ պիտի մերձենա ում հետ բրիտանական ամբողջ համագործակցության իրենք ավստրալիացիների հանդեպ շատ կներեք քաղաքականության մեջ երևի այդ բառը չեն օգտագործել խոզավարի են սկսել իրենց պահել բայց հիմա ինձ թվում է կմեղմացնեն Ավստրալիայի հետ կասեն չէ մենք Ավստրալիայի հետ խնդիր չունենք շատ ամեն ինչ նորմալ է որովհետեւ իրենց պետք է գտնել շուկաներ էքսպորտային երկիր ինքը էքսպորտի վրա է եթե շուկաները նեղանում են ինքը մեծ խնդիրներ ունի իրեն պետք է գտնել շուկաներ եւ դաշնակիցներ Եվ այստեղ է որ մենք սկսեցինք այս զրույցը Սյունիքից մեր տարանցիկ ճանապարհներից Եվ Չինաստանի մենք դիտարկում ենք թե Չինաստանը ինչպես է վերաբերում Հայաստանի այդ տարանցիկ Ուրեմն ես հիշեցնում որ Չինաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում իսկ այդպեսի ելույթները միանվագ չեն նույնիսկ հայտարարել է որ Արցախահայության իրավունքների հարցը դեռ լուծված չէ քննարկումների ժամանակ այսինքն այդ մարդիկ իրավունքներ այդտեղ ապրեն Չինաստանը ունի փորձ ինքը ունի մողոլական ինքնավարություն, ուղղորական, տիբետական, թե ինչպես են ապրում այնտեղ ույղուրները, մողոլները, տիբետցիները, դա մի այլ պատմություն է, բայց տոտալիտար բան է, տենց երկիր է։ Ուրեմն Չինաստանը այստեղ երկակի բան է, ինքը բացառապես soft power-ի վրա է դեռ հարավային Կովկասում։ Հենվում եւ մոտակա հեռանկարում միայն կարողանա դա անել, որովհետեւ պետք է առնվազն քո հրթիռները հասնեն հարավային Կովկաս կամ զորքդ պետք է գոնե 300 կիլոմետրի վրա լինի Նավն էլ բարձրանա սարեր, հա նավն է բարձրանա սարեր, որովհետեւ դու կարողանաս ձայն անել, էլի։ Այդ առումով Չինաստանը եւ ես այդ մի բան էլ ասեմ, Տրամպի ադմինիստրացիան, որը թերագնահատում է soft power-ի ազդեցությունը, միայն այսպես տղայական անմիջական կոնֆլիկտն է ընդունում որպես հարցեր լուծելու միջոցով, հարցակումը կարևոր չի դա խոսքային բարձակում է թե ինչ որ սանկցիաներ են soft power-ը դա ահռելի ուժ է եւ ես համոզված եմ որ այն soft power-ը որը այսօր նվազում է կտրուկ Ամերիկայի քաղաքականության պատճառով massամբ լրացվելու է նաեւ չինականով այնպես որ չզարմանաք որ Հայաստանում մի 2 տարի հետո արդեն լինեն չինական գրանտակերներ Ոչ թե առանձին դեպքեր, այլ զանգվածային հիշում եք Արևմտյան գրանտերի այդ պատմությունները, այդպես էլ են չինական գրանտակերներ, բազում ծրագրերում, որ չինական դեսպանատունը դառնա կարևոր մշակութային եւ դա ոչ մի Երևանում, բոլոր մայրաքաղաքներում, որովհետեւ իրենք հասկանում են, որ soft power-ը իրենց նպատակներին հասնելու համար շատ կարևոր է։ Եթե Տրամպը դա չի հասկանում, դա չի նշանակում, որ Չինաստանի այդ Քաղբյուրոն դա չի հասկանում, դա քաղբյուրոն։ Ստամբուլում արդեն մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները, մինչ այդ մենք բոլորս ականատես էինք համենայն դեպս սոցցանցերի միջոցով իհարկե ոչ տեղում, Կրիվոյ Ռոգում թե ինչպես սպանվեցին 18 խաղաղ բնակիչ, 9 երեխա, դեսպաններ, բազմաթիվ երկրների դեսպաններ, հարգելով ուկրաինական կողմի առաջարկը այցելեցին Կրիվոյ Ռոգ։ Եկեք մի հատ տեսնենք ինչ է կատարվում այս ուղղությամբ Միացյալ Նահանգներ Ռուսաստան բանակցություններ։ Նախ բանակցությունների մակարդակը շատ ցածր է, նկատի ունեմ պատվիրակությունների ղեկավարների մակարդակը շատ ցածր է, ցույց է տալիս, որ այնքան էլ լավ չեն գործել, Տրամպը համարյա բացայտ դա ասում է, որ Ռուսաստանները իրեն լավ չի պահում, բայց քանի որ իրանք այդպեսի գիծ են վեցրել, եթե իրենք մի հատ քննադատում են Ռուսաստանին, 3 անգամ շատ պետք է Ուկրաինային քննադատեն, որովհետև բանը, այդպեսի սա բան է, այդպեսի ադմինիստրացիա է, այդպես է վերաբերվում։ Հիմա կարևորը միայն դա չի, ուրեմն Կրիվոյ Ռոգը ակնհայտ սարսափելի ստոր ահաբեկչական ակտ, որտեղ կասետային հրթիռները ընդհանրապես նախատեսված են ոչ թե տեխնիկա եւ այլն ոչնչացնելու, այլ որքան հնարավոր է շատ մարդուժ։ Իրենց գործողությունը հենց դա է, որ շատ մարդիկ են զոհվում այնտեղ, որտեղ ինքը ընկնում է։ Որտեղ այդ անջատված մասերը դառնում է ամեն մեկը մահաբեր զենքից, դրանք հազարներ կարող են լինել կամ չգիտեմ ինչ կան, ես մասնագետ չեմ, բայց դրանք շատ են։ Սա մեկ։ Երկրորդը բացայտ սուտը, թե իբր թե կողքի ռեստորանում 83 կարծեմ։ 83 նատոյի սպաներ, ուրեմն նայեք, Լիտվայում ավաղ զորավարժությունների ժամանակ BTR ամերիկյան
ճաճում, եթե չեմ սխալվում, խորտակվեց, 4 ամերիկացի զոհվեց, ամբողջ աշխարհը գիտի, բոլոր ԶԼՄ-ները լցված են, Ամերիկայում պատվավոր թաղում, այդ օդկրակելով ամերիկյան դրոշով որպես հերոսների, ուրեմն դուք մտածում եք, որ 80 հոգի կարող է զոհվել, կամ 10 հոգի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպաներ, եւ դրա մասին ոչ ոք չի իմանա, դա ուրեմն հատուկ այնպիսի սուտ, որը ակնհայտ է, որ սուտ է, հատուկ կրիվիրի, եթե ճիշտ լինենք ուկրաիներեն, որը ծննդավայրն է Զելենսկու, այսինքն անձնական, եւ շարունակում են, էլի այդպեսի մահաբեր հարվածներ եղել, պարզապես ոչ այդքան զոհեր, խաղահրապարակ, օրը ցերեկով, երբ որ երեխաներ են գտնվել այնտեղ, սա ամենա արյունարբու Պուտինի ռեժիմի ամենացինիկ ստոր դրսևորումներից մեկն է, որ ինքը ցույց է տալիս նաև աշխարհին, որ անելու է մեկը ինչ ուզում է, եւ ցույց է տալիս ուկրաինացի ժողովրդին, նայեք տերորիստի հոգեբանությունն է, որ նայեք Զելենսկին, չէ, ձեր քաղաքից է, տեսեք, չի ուզում մեր քաղաքականություն, չի ուզում հեռանալ, որպեսի պրովոսական գործիչ գա, դուք եք դուժելու, ձեր երեխաներն են զոհել։ Սա մի իսկապես այդպես վարվում է, ասենք, չգիտեմ, Ալ-Կաիդայի բանը։ Ռուսաստանը վերածվում է մեծ Ալ-Կաիդայի կամ մեծ ISIS-ի, մեծ ահաբեկչական պետության։ Իհարկե աշխարհը համապատասխան ռեակցիա տվեց, միայն խայտարակություն էր իհարկե ԱՄՆ դեսպանի պահվածքը, որը ցավակցեց զոհերին եւ այլն եւ ասաց, որ դրանք պատերազմի զոհեր են։ Այ եթե խաղաղություն լինի, այսպես զոհեր չեն լինի։ Ուկրաինացիների ծայրահեղ սուր բողոքներից հետո մեղադրեց մի քանի օր հետո մեղադրեց Ռուսաստանին, ասաց, որ բոլոր դեպքում ռուսներն են դա արել։ Սա ոչ թե պատերազմական ինցիդենտ է, այլ ռուսները մեղավոր են։ Բայց աշխարհում դրա մասին համոզելու կարիք չկա։ Ինչ եք կարծում, այս բանակցությունները, այո, դուք ասացիք, որ շատ բարձր բանակցողներ չեն, բարձր աստիճանի փորձ ունեցող բանակցողներ չի ուղարկել Միացյալ Նահանգները այդ բանակցությունների։ Այդ բանակցությունները իրենք միտված են հաջողության, թե պարզապես բանակցություններ են բանակցությունների համար։ Կներեք, որ այսպես եմ ձևակերպում։ Այո, Թրամփը ասել էր, եթե հաջողություն չլինի, ինչպես եւ Իրանի դեպքում կանդրադառնա։ Սրանք բանակցություններ են, որ ցույց տան, որ Ռուսաստանը չի հրաժարվում, որպեսզի իրենից չպահանջեն Ռուսաստանի դեմ գործողությունների։ Այսինքն ոչ արդյունքին միտված, պարզապես ցույց են տալիս ընթացիկ, որ process-ի մեջ է։ Իրեն փաստորեն, որպեսզի ինքը ինչպես եւ տարիֆների հարցում եւ շատ հարցերում ձեռնունայն դուրս չգա եւ անհաջողակ։ Այո։ Անգլերեն ասած loser, որպեսզի չլինի, պետք է ձևանեն, որ բանակցությունները շարունակվում են։ Սա չի նշանակում, որ իրենք չեն կարող գալ ինչ-որ համաձայնության, բայց դա չի լինելու Ստամբուլում։ Դա պարզապես օդում պետք է լինի, հետո արդեն բանակցություններում արտացոլում ունենա։ Եվ ակնհայտ է, որ դեմքը պահելու Ամերիկայի ավարես, որ Ռուսաստանը կորցնելու ոչինչ չունի։ Դե Գրիգորովով նա ցույց տվեց իր վերաբերմունքը։ Դա ցույց է տալիս եւ իհարկե այն գերեվույթին, որ ուղարկել էին որպես հատուկ դեսպան, Կիրիլ, ազգանունը չեմ հիշում, Կիրիլը հիշեցի, որտեղ Ռուբիոն սխալվեց եւ Միսթր Կիրիլ ասեց։ Ուրեմն այդ Միսթր Կիրիլը դեմոկրատները, որ այդ մի օրվա մեջ ողջ ամերիկան ցույցեր կազմակերպեցին, անվանել է դա նարնջագույն հեղափոխություն։ Այսինքն բան Թրամփը մերոնքական է, ասում են իրենք։ Մեր արժեքներով ապրող մարդ է, այո։ Իսկ բաները գլոբալիստները, չգիտեմ ով դեմոկրատները, ինչպես մեր Պուտինին են ուզում գցել, կամ մեր Էրդողանին, կամ մեր Վուչիչին, կամ մեր Օրբանին, այնպես էլ մեր Թրամփին են ուզում գցել։ Այսպեսի մի հոգեբանություն, ես բան ասեմ, կոռուպցիոներների ինտերնացիոնալ է, կոռուպցիոներների եւ մարդատիաց ուժերի ինտերնացիոնալ է փորձում ստեղծել Ռուսաստանը։ Այսինքն այնտեղ արդեն Հյուսիսային Կորեան կա, օրինակ այնտեղ Չինաստանը։ Այդ Չինաստանի վարձկալները կամ չգիտեմ մասնակցել են դուք համարում եք, վերադառնանք այդ թեմային, որտեղ դա բացիկ։ Ես չգիտեմ, ինձ կարող է գիտեք, մոտ ասում են 2 միլիոն չինացի է ապրում Ուրալից այն կողմ, Ռուսաստանի դաշտում։ Հա, գուցե այդպես է։ Կարող է դրանցից են։ Դե Բայց Չինաստանը այնպեսի երկիր է, որ եթե այդ մարդիկ իմանան, որ իրենք Չինաստան կառավարության հետ խնդիր կունենան,
իրենք տնից դուրս չեն գա։ Իրենք, ինչ ասեմ, այդ օրը սոված կմնան, եթե դա ուզում է, չինակ Պեկինը։ Այնպես որ այստեղ շատ երկիմաստ սիտուացիա։ Բարի Իրանի թեման էլ քննարկենք, Հայաստանը եւ Իրանը այս պահին յուրաքանչյուրը իր տարածքում իհարկե, բայց համատեղ զորավարժություններ են անցկացնում, որքան հիշում եմ հատուկ ուժերի, զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ սա պարզապես հիշենք, որ Իրանը եւ Հայաստանը իրար հետ ուրեմն զորավարժություն են անցկացնում եւ Թրամփի մոտ էր գնացել Նետանյահուն իր մի քանի հարցերով, այդ թվում նաեւ Իրանի հետ հարցներ եւ Թրամփը մենք հիշում ենք ասաց, որ ցանկալի է իհարկե որ բանակցություններով հարցը լուծվի, գիտակից է պետք լինել, այսպես Նետանյահուն շատ անհանգստացավ, թե ինչ է իրենից սպասում գիտակից լինելու համար հորդորելով նրան գիտակից լինել, բայց նաև այսօր մենք տեսանք, եթե երեք մենք կարդում ենք Թրամփի այդ հայտարարությունը, որ պետք է բանակցություններով եւ պետք է գիտակից լինել, պետք չէ սրել հարաբերությունները, բայց այսօր ասաց, եթե ես էֆեկտիվությունը չտեսնեմ բանակցությունների, ես շատ հանգիստ էլ կարող եմ խարվածել Իրանին։ Ինչ վիճակ է։ Նախ հիշենք, որ միջուկային գործարքը քանդվեց հենց Թրամփի օրոք, առաջին իր նախագահության օրոք։ Հիմա խնդիրը այն է, որ այն քաղաքական շրջանակները, որի վրա հենվում է Թրամփը Իսրայելում, եւ Իսրայելի այս կառավարությունը հենվում է Միացյալ Նահանգներում, իրենք մեծ առումով միջուկային գործարքին միշտ դեմ են եղել։ Նույնիսկ դա կնքելու փորձերին են դեմ եղել, բանակցություններին են դեմ եղել։ Եվ առաջին մասը ուղղված էր Նետանյահուին, որ չհամարձակվեց խանգարել այդ սկզբին, որովհետև եթե կոպիտ ասած որոշելու կոճակը տան Նետանյահուին, ոչինչ բանակցություն ընդհանրապես չի լինի։ Բայց հաջորդ օրը, արդեն երբ որ Նետանյահուի դիմադրությունը արհամարվում է, հա, ինքը հայտարարում է, բայց չվախենաք, մենք էլի ձեր հետ ենք, եթե իրենք մեզ չենթարկվեն, մենք իրենց կպատժենք։ Բայց բանակցությունները լինելու են։ Այստեղ պետք է հասկանալ Նետանյահուի դիրքորոշումը, որ չպետք է լինի, բանակցություններ լինելու են։ Թրամփի ադմինիստրացիան որոշել է, որ Իրանի հետ պետք է փորձեն ինչ բանակցություններ վարել, որքան էֆեկտիվ կստացվի, չի ստացվի, ես չգիտեմ։ Ինչը որոշակի շրջանակների կողմից, առաջին հերթին Իսրայելում, բայց նույնիսկ Իսրայելում դա բնակության մի զգալի մասը այդպես չի մտածում, ինչպես Նետանյահուն։ Եվ Ամերիկայում, եւ այնտեղ էլ բնակության մի զգալի մասը, այդ թվում հրեական համայնքի մի շատ զգալի մասը, մեծամասնությունը իրականում այդպես չի մտածում։ Գտնում են, որ պետք է խաղաղության բանաձևեր գտնել։ Ֆիլմերում տեսել ենք այդպիսի իրավիճակներ, երբ որ անդունդի եզրին մեքենան կիսովչափ անդունդի մեջ է, կիսովչափ այստեղ է։ Եթե այդ այսպես դրվագը պրոյեկտենք այս իրավիճակին, դուք կարծում եք մեքենան ավելի շատ դեպի անդունդը գլորվելու տարբերակում է վիճակում։ Ես կարծում եմ, որ հիմա զրոյական միջակայքի Ինչից է կախված այդ մեքենայի հավասարակշռությունը կամ դեպի ցամաք դուրս բերելը։ Թռչնակ մեքենայի, որ մասի վրա կնստի։ Ցանկացած, չէ, այդ դեպքում, որը կարող է անսպասելի լինել։ Կարող է անսպասելի լինել, այսպես կոչված սև կարապի էֆեկտ կարող է լինել, որ մենք նույնիսկ չպատկերացնենք, որովհետև չափից դուրս պայթունավանդակ է իրավիճակ։ Ես հիշեցրեցի, որ ուրեմն համատեղ զորավարժություններ են գնում եւ նշված է, որ յուրաքանչյուր Իրանը եւ Հայաստանը յուրաքանչյուր իրենց տարածքում։ Փորձենք հասկանալ, ինչու Հայաստանը Իրանի տարածքում չէ այդ զորավարժությունները անցկացնում, ինչու որ տրամաբանական կլիներ, ինչու Իրանը Հայաստանի տարածքում չի անցկացնում։ Հայաստանը ԱՊԿ անդամ է մի կողմից, մյուս կողմից Եվրոպայի եւ Ամերիկայի հետ փորձում է ինչ հարաբերություններ ունենալ։ Ես չեմ ասում գնում է դեպի Եվրոպա բան այդ հեքիաթասացությունը իհարկե չեմ զբաղվի, կան մարդիկ զբաղվում են։ Դա հավարում եք հեքիաթասացություն։ Հեքիաթասացությունը։ Բայց մենք կարող ենք մի ամբողջ թողարկում դրան նվիրել, բայց բոլոր դեպքերում իրենք կախված են այդ հարաբերություններից այս կամ այն չափով։ Այսօրվա Թրամփի ադմինիստրացիայի դա նույնն է, ոնց որ գնալ այս բաժակ ջուրը շփել անձամբ Թրամփի վրա, այսօր Իրանի տարածքում հայկական բանակ մտնի կամ իրանական Հայաստան մտնի, դա մի պատմություն է։ Իսկ բանը պարզ է, որ ցույց է տալիս, որ նույնիսկ ցամաքային պատերազմի դեպքում Սյունիք մտնելու իրավունք ադրբեջանցիները չունեն, ասում է Իրանը։
այսինքն դա որպես առիթ օգտագործել եւ փորձել մտնել Սյունիք, միաժամանակ հարված են ստանալու նաեւ Իրանից։ Դուք համարում եք, որ մեր իշխանությունները ձեր խոսքից են վերցրել կամ ձեր հարցազրույցներից մեկից եմ հանել այս ձևակերպումը, որ մեր իշխանությունները դաշնակիցներ չեն փնտրում, բայց կարծես թե մեզ մեղադրում են, որ Ռուսաստանն է մեղադրում, ասում է, ես լինելով քո դաշնակիցը ուր ես դες ուտեն նայում։ Իսկ դուք ասում եք, չէ, ոչ միտեղ չի նայում եւ դուք էլ ասում եք հեքիաթասացություն։ Դաշնակցային հարաբերությունները դա հարաբերությունների մեկ այլ որակ է։ Օրինակ նայեք, մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, բարի դրացիական, բայց դաշնակից չենք։ Իրանը որևէ բանով մեր հետ պարտավորություն չուներ մեր հանդեպ 44-ի ժամանակ իրականում։ Այսօր չունի։ Մենք էլ Իրանի վրա հարձակման դեպքում բացի չեզոքություն պահպանելով եւ մեր տարածքը, ասենք, որևէ գործողության համար չտրամադրելուց, ինչ կարող ենք անել, չենք կարող պատերազմ մտնել, չէ՞ ինձ։ Մենք դաշնակիցներ չենք։ Եվ այդ առումով Հայաստանը չունի այս բանի դաշնակից, հետո Ռուսաստանը դա ոչ միայն դաշնակից չի, դա հակառակորդ պետություն է, մեղմ եմ ասում, որովհետև դա պետություն է, որը գեոպոլիտիկ կարևորագույն հարցերում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունի թշնամական նույնիսկ նպատակներ, կարևորը վերաբերվող էմոցիաները, նպատակներ, սկսած Միջանցք, ինքնիշխանություն, պաշտպանունակություն, տնտեսական զարգացում, աշխարհի հետ կապեր, ամեն ինչում հակառակն։ Եվ այս կառավարությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ պետք չեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ինտեգրվի այն միջավայրին, այն ռեգիոնին, որում մենք ապրում ենք, որ դա շատ ավելի հեռանկարային, ըստ իրենց, շատ ավելի գիտակից եւ շատ ավելի, այսպես չափած ձևած, հաշվարկված ուղի է։ Իրենք դրա մասին ասում են անընդհատ, նաև երևի տարածաշրջանային տրամաբանության մեջ դա նկատի ունեք։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին ասում է կանոնավոր, իր շուրջը հավաքված այդ քայլիստները դա ասում են կանոնավոր, ընդհանուր մինչև արտաքին գործերի նախարար, ընդհանուր մինչև, որը պաշտոնապես մեր արտաքին քաղաքականությունն է ներկայացնում։ Մեր արտաքին քաղաքականությունը պաշտոնապես երկու հոգի է ներկայացնում, վարչապետը եւ ԱԳՆ-ն։ Մնացածը կարելի ասել կարծիք էր։ Այ Արսեն Թորոսյանին կանչեք, ինքը բազում անընդունելի մտքեր իմ տեսակետից անընդունելի լավ էսպես ասեմ, կասի, այդ սրա հետ, բայց դուք ինքը պաշտոնական չի։ Հա ինքը իշխող կուսակցության անդամ։ Կարծիք։ Ոչ կարծիք դա միայն Արարատ Միրզոյանն է եւ Նիկոլ Փաշինյանն։ Եվ նույնիսկ իրենց կողմից բազմիցս այդ կարծիքը արտահայտվել է, որ որևէ ռազմաքաղաքական բալանս չի կարող փոխարինել հարևանների հետ բարելավելը, ցանկացած քայլ, այս բանի Եվրոպան հեռու է, Ամերիկան հեռու է, Ռուսաստանը հեռու է, Չինաստանը հեռու է, Ավստրալիան հեռու է։ Ազգային ժողովը ընդունեց այդ երկրորդ ընթերցմամբ եւ նախագահը ստորագրեց այդ օրենքը։ Ուրեմն շատ հետաքրքիր բան է, շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Իրենք բանակցում են ոչ շատ հաջող, իհարկե, անդադ զիջելով եւ այլն, որովհետեւ պարզ է, որովհետեւ հակառակ կողմի տրամադրվածությունը իրենք չեն ուզում Հայաստանի հետ ինտեգրվեն, իրենք ուզում են Հայաստանը ուտեն, իրենք ուզում են Հայաստան չլինի։ Ովքեր։ Ադրբեջանը, Թուրքիան։ Բնական է, որ ասենք իրենք չեն ուզում մեր հետ ինտեգրվել, ինչի համար պետք է ինտեգրվեն։ Բայց մենք ուզում ենք իրենց հետ ինտեգրվել։ Այ մենք ինտեգրված էինք Օսմանյան։ Մենք ասելով մենք Օսմանյան կայսրությունում ինտեգրված էինք մինչև չգիտեմ որ աստիճան եւ ինչ վերջը Օսմանյան կայսրությունը իր համար ինչ որոշում ընդունեց հայերի պահով։ Լավ, գանք Եվրամիության հետ կապված։ Մի բանը։ Հիմա նայեք բանակցությունները վատ են գնում։ Փաշինյանը եւ իր շրջապատը շատ լավ հասկանում են, որ այս բանակցությունները իրենք են ռիսկային։ Կոպիտ ասած, մինչև մենք ինտեգրվենք, մենք կարող է չլինենք ընդհանրապես։ Եվ իրենց պետք է, դա իրենք անվանում են դիվերսիֆիկացիա, դա էլ իրենց բառերը, բալանսավորված քաղաքականություն։ Իրենց պետք է երաշխիքներ, ինչ են իրենք ասում, ասեն, եվրոդիտորդներ թող լինեն, որ Ադրբեջանը անդադ մեզ չխփի եւ մեզ չմեղադրելով չսկսի ագրեսիա։ Գալիս են եվրոդիտորդները, ասում են, բայց երբ որ մենք Ադրբեջանի հետ վերջնականորեն պայմանավորվենք, դուք այստեղ գործ չունեք, հավաքում եք ձեր փասափուսակը եւ այստեղից գնում եք։ Նույնը վերաբերում է բոլոր այդ լուծումներին։ Գնում ենք դեպի Եվրամիություն, հա, Ադրբեջան իմացի մենք մենակ ենք, չենք։ Թուրքիա իմացի մենք մենակ չենք, նույնիսկ Ռուսաստան իմացեք մենք մենակ չենք, որպեսզի մեզ չուտեն,
Բայց եթե դուք մեզ լավ առաջարկ անեք, ամեն օր ճչում է բոլոր անկյուններից, եթե թարգմանենք այդ լեզվի վրա Նիկոլ Փաշինյանը, ապա մենք ռեգիոնում է ճակատագիրը հայ ժողովրդի որոշում, ոչ թե ինչ որ։ Այսինքն հարավային Կովկասը դա Եվրոպա չէ, ըստ Փաշինյանի։ Այդպես մտածում է Իվանիշվիլին, Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Պուտինը, իրենք այդպես են մտածում։ Իրենք այդ առումով բացարձակապես նույն գծի վրա։ Բայց նորից եմ կրկնում ազգային ժողովը երկու Դա ընթերցում։ երաշխիք է, որ մեզ ոնց են ասում, բանը ճամփին չուտեն։ Պարզապես այդ դեպի երջանիկ ռեգիոնալիստական ապագա ճամփին չուտեն։ Հետո իրենք են ասում բանը օգտագործած իրի նման պետք է շպրտեն եւ եվրոպայի հետ կապերը եւ Ամերիկայի։ Դա իրենց իդեալն է։ Բանը Մոսկվան փոխարինել Անկարայով։ Սա իրենց թվում է, ես չեմ չափազացնում։ Եթե մի քիչ իրենք այն ինչ որ մասնավոր խոսակցություններում են ասում կամ իրար մեջ խոսում, մի օր հանդգնեն եւ գան այստեղ ասեն, իրենց թվում է, որ դա շատ խորը, գիտակցված, տրամաբանական եւ էֆեկտիվ քայլ է։ Մոսկվան փոխարինել Անկարայով։ Սրա մասին է խոսքը։ Մեր դիտողների գրառումից վերցրեցի մի գրառում, ոչ մի գործնական, ուրիշ ինչ որ իմ հյուրերից մեկի հետ, մեր հարցազրույցներից մեկի տակ գրառում էր թողած։ Ոչ մի գործնական առաջարկ, գրում են այդ դիտողները, մենք չլսեցինք։ Հիմա ձեզ եմ խնդրում, որ այս գործնական առաջարկ։ Նախ ասեմ, որ երբ որ մարդը կոնկրետ հարթակում ինչպես օրինակ շատ իմ կողմից սիրված հարգված Նոյան Տապան հարթակն է։ Խոսում է որպես վերլուծաբան իր նպատակը լուծումներ առաջարկելը չէ, իր նպատակը բացահայտել տարբեր երևույթների, իրադարձությունների եւ գործողությունների իմաստները եւ փոխկապակցվածությունը։ Այսինքն դա նույնն է, ոնց որ գնալ քիթ-կոկորտ բժշկի մոտ եւ պահանջել ընդհանուր իմունային համակարգի եւ այլն կամ ասենք կույրաղիկի խնդրի լուծման այդպես չէ։ Որպես կանոն ես եւ իմ ընկերները այստեղ լինում ենք որպես վերլուծաբան։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր գործունեությունը սահմանափակում ենք միայն վերլուծական գործունեությամբ։ Մասնավորապես Կարեն Սարգսյանը եւ ձեր խոնարհծառան հիմնադրել ենք Եվրատիպը, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմ հասարակական կազմակերպությունը, որը այսօր արդեն փորձում է համախոհներ եւ փորձագետներ ներառելով տալ կոնկրետ այն լուծումները, ոչ թե այն ինչ որ ես եմ հիմա մտածում, ես կարող եմ ասել շատ բաներ թե ինչ սա այսպես, թե ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այս փոսից եւ վերապրել այս փոթորիկները, բայց պետք է միանգամից ասեմ, որ անվանումը հասարակական կազմակերպության արդեն մոտավորապես մեր մտքի ուղղությունը ցույց է տալիս ակնհայտորեն, որ մենք դա տեսնում ենք Եվրատլանտյան, իսկ մասնավորապես այսօր արդեն հանգամանքները փոխվում են ավելի շատ եվրոպական ինտեգրացիայի մեջ, որը ոչ միայն տնտեսական գործոն է, ոչ միայն քաղաքակրթական գործոն է եւ այլն, դա դառնում է մեր աչքի առաջ, դառնում է ռազմաքաղաքական գործոն։ 3-ից 5 տարում Եվրոպան լիարժեք լինելու է աշխարհում գոյություն ունեցող ռազմաքաղաքական միավորներից մեկը։ Այդ աշխատանքները հիմա տարվում են, կա փող, կա պատասխանատուներ եւ կա կամք։ Արևմտյան քաղաքակրթության մեջ, եթե որևէ մեկին տալիս են փող, նշանակում են պատասխանատու եւ դնում են նպատակ, դա արվում է։ Եվ վերջ։ Ի տարբերություն ասիական քաղաքակրթության, որտեղ կարող է հազար մի տարբերակ լինել, կարող է արվի, կարող է չարվի, կարող է խոստում տրվի եւ խոստումն է, կարող է պրիորիտետները փոխվեն, կարող է, չգիտեմ, ավելի հետաքրքիր բաներ լինեն աշխարհում։ Այդ որոշումը ընդունված է։ Եվ մեծ առումով ռազմավարական առումով, որտեղ մարտավարական մենք կարող ենք դիսկրետ ամեն հարցը քննարկել։ Այդ միավորման հետ առավելագույն ինտեգրացիան մեծ հնարավորություն կտա վերապրել ռուսների հեռանալը հարավային Կովկասից, որը մեր հետ կապված չի։ Հա, բան չի, այսինքն չունեմ ես կոճակ, մենք ունենք քաղաքական գործիչներ, որ կարծում են իրենք ունեն այդ կոճակը,
որ Սեխմեն եւ Ռուսաստանը չգնա հետո, Սեխմեն եւ Ռուսաստանը հետ գա։ Ռուսաստանը դուրս գալ հարավային Կովկասից, վերապրենք առանց այլ երկրների գաղութ դառնալու եւ մեր կյանքը եւ արժանապատվությունը եւ ազատությունը հարցականի տակ դնելու։ Շնորհակալ եմ հասցրվածության համար, Հանցրու։ պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ, որ մեզ հետ եք այս 1 ժամվա ընթացքում, Արմեն Հովհաննիսյանը, քաղաքական վերլուծաբանն էր, պատասխանում մեր հարցերին եւ ներկայացնում իր մեկնաբանությունները։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։